Անցնող շաբաթը վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ հանձնարարական տվեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին։ Այն յառի պետական կառավարիչները, որ տարեստարի մեզ ֆռռացնում են Արման, այս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես, ձևակերպված է կոռեկտ հանձնարարականս, հայտարարեց վարչապետը։ Սա բնականաբար սոցցանցային, այսպես ասած, պայթյունի թեմա էր։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. Ողնաշար ջարդելու պահով ասեմ, որ հիմա սովետից շատ չինովնիկ ունենք, չնայած որ բնակչությունը նվազել է, ու հետն էլ համակարգում անբանները ամեն ինչ անում են, որ նորմալ գործանողը կյանք չունենա, նենց որ կրտել։ Գայանե Խաչատրյանը այս թեմայով կատակում է. Յառի կառավարիչների ողնաշարն անվնաս կմնա, Արման Սահակյանն արձակուրդ է գնում։ Փետրվարի 1-ին Թալիշ ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը պաշտպանության բանակի առաջապահ ուժերը կանխել էին, եւ կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում հաջողվել էր գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայողի 1995 թվականին ծնված Էլնուր Հուսեյնզադեին։ Այս թեման անցնող շաբաթ ամենաքննարկվողներից էր հայկական սոցցանցային միջավայրում։ Մասնավորապես, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր Facebook-յան էջում գրում է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գերության մեջ հայտնված Էլնուր Հուսեյնզադեն ժամանակին կանոնավոր կերպով խախտել է զինվորական կարգապահությունը եւ զորացրվել։ Լավ է չեն ասում, ադրբեջանցի դիվերսանտը միացել է Բաքվի խաղաղության պլատֆորմին ու մեկնել Թալիշ, կամ Թալիշի ուղղությամբ դիտարկում է անցկացվել, իսկ Հուսեյնզադեն որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ ընդգրկված է եղել դիտորդական խմբում։ Մեջբերենք նաև հատված սոցիոլոգ Վահագն Սարոյանի գրառումից։ Նա նշում է. Փաստորեն ադրբեջանական կարգազան զինծառայողներին զորացրում են եւ զինված ուժերում հաշվառումից էլ հանում են։ Հուսեյնզադեին էլ այն աստիճանի են զորացրել, որ ակամայից հայտնվել է Արցախում։ Հիմար եւ ղզիկ հակառակորդը հրաժարվում է իր զինվորներից։ Միանգամից զորացրում է, որ պարտավորություն չստանձնի։ Իդեպ հետագայում համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ գերի ընկած ադրբեջանցի զինծառայողի մայրն ու հարազատները հաստատում էին, որ նա զինծառայող է, ամենևին էլ զորացրված չէ։ Անդրադառնանք տարածաշրջանային զարգացումներին։ Այս տարի ռուսական տնտեսությունը թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ որոշակի աճ է կանխատեսվում։ Այս համատեքստում տնտեսական անցուդարձ գրառում է կատարել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ, որից մեջ բերենք մի հատված։ Այս տարի ՌԴ-ի համար կանխատեսվում է 1.5%-անոց աճ։ Իհարկե սխալ կլինի ՀՀ-ի տնտեսական առաջընթացը ամբողջապես կապել ՌԴ-ի տնտեսական աճի կամ ակտիվության ցուցանիշների հնարավոր ավելացման հետ, սակայն դրանք իրենց ազդեցություն ունեն եւ կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ Հայաստանի համար։ Խոսքը առաջին հերթին գնում է արտահանման ցուցանիշների բարելավման եւ տրանսֆերտների ավելացման մասին։ Իդեպ, ակնարկներ կան, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կթույլատնի հակառուսական պատժամիջոցները, ինչը հավելյալ կերպով կնպաստի ռուսական տնտեսությունում դրական տեղաշարժերին։ Այս առումով մեջբերենք քաղաքագետ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հարապապյանի գրառումը, ով գրում է. Ռուսաստանի որոշ քաղաքական գործիչներ ասում էին, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների գործադրումը Ռուսաստանի դեմ լավ է, քանի որ հնարավորություն կտա զարգացնելու սեփական արտադրությունը Ռուսաստանում։ Չեմ հասկանում, հիմա ինչու են ուրախանում, երբ խոսվում է Թրամփի կողմից պատժամիջոցների հնարավոր թույլատվման մասին։ Միթե դեմ են Ռուսաստանում սեփական արտադրության զարգացմանը։ Հո դավաճան չեն։ Տարածաշրջանային զարգացումների շրջանակներում անդրադառնանք նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Իրանի պաշտոնակցի հետ հանդիպմանը, որը հատկապես մեծ ուշադրություն էր արժանացել մեր արևելյան ոչ բարեկամ հարևանի կողմից։ Այս առումով իրանագետ Արտյոմ Տնոյանը գրում է. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպումներ ունեցավ Իրանի քաղաքական վերնախավի ամենահեղինակավոր դեմքերի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի, Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակավոր լրատվամիջոցների թոփ լուրերի շարքից այս հանդիպումների մասին լուրերը արդեն մի քանի ժամ չեն հեռանում։ Կատակի է նման, բայց հայ-իրանական այսպիսի ակտիվ ու ջերմ բարեկամական հարաբերություններ երևի արշակունիների առաջին շրջանի կառավարիչներից հետո չենք ունեցել։ Անդրադառնալով այս թեմային, ուշագրավ դիտարկում է արել նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը, ում Facebook-յան գրառումից ներկայացնենք մի հատված։ Ոչ բոլորը գիտեն, որ Իրանում ըստ էության նաև կա, ասենք այսպես, չերևացող գաղափարական քաղաքական վերնախավ, որի կայացած որոշումները որպես կանոն ավելի գործուն են եւ ազդու, քան երևացող հատվածինը։ Իրանի հոգեվոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին նշված վերնախավի ներկայացուցիչներից մեկն է։ Այս առումով դատելով արկա տեղեկատվությունից, հենց վերջինիս նախաձեռնությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ նախորդ չծրագրված հանդիպում անցկացնելու փաստն ուղղակի ցույցիչ է այն հսկայական լրջության եւ կարեւորության, որով Իրանը պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Ներկայացնենք նաև ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ուշագրավ, երբեմն զվարճալի, երբեմն էլ լուրջ, բայց զվարճալի մեկնաբանություններից մի քանիսը։ Բլոգեր Իզաբելա Աբգարյանը կատակում է. Բացառիկ երկիր ենք, ոչ թե ընդդիմադիրներ են ձգտում իշխանություն դառնալ, այլ իշխանավորները ընդդիմադիր։
Իր խոսքով լուրջ մեկնաբանություն էր թողել ՀՀ ազգային ժողովի падգամավոր Թևան Պողոսյանն իր Facebook-յան էջում, որը սակայն ավելի շատ որպես կատակ ընկալվեց։ Падգամավորը գրում է. տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց համար պաշտոնաթողությունից հետոյի համար վերականգնողական հոգեբանական կենտրոն ստեղծելու կարիք կա մեր երկրում։ Օրինակ, ինչպես ալկոհոլիկների, նարկոմանների եւ նման այլ դեպքերում է։ Առանց կատակի եմ ասում։ Այսքանն ենք նախատեսել այս թողարկման համար։